Osvanacain. Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելիներ, ձեզի հետ են Սերլին և Գրիգորը վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով, ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Գերմանիա նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի գլխավորած պատվիրակությունը երեկ այցելեց Դիզելագապերտի հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Արդարև 30 մարտին 2 ապրիլ դարաշրջանային այցելության ծիրի մեջ Գերմանիա նախագահը գայցել է Հայաստան և Ադրբեջան։ Այս այցելությունը Գերմանիա նախագահին համար առաջինն է նշյալ երկու երկիրներ։ Երևանի մեջ անմիջի տեսակցի նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Գերմանիա նախագահի լուրերու ծիրի մեջ երեկ Ադրբեջանի մեջ Գերմանիա տեսփան Ռալֆ Հարլեման կանչվեցավ Ադրբեջանի արտաքին գործ նախարարություն։ Նախարարությունը հայտնեց, որ տեսփանին բողոքի խիստ կրթություն հանձնված է Գերմանիա նախագահին կողմէ ընկերային ցանցերուն մեջ Արցախի դրոշին հրաբարակման համար։ Արդարև Երևան այցելող Գերմանիա նախագահ Շտայնմայեր ընկերային ցանցերու մեջ լուսանկարը հրաբարակած էր Արցախի դրոշով եւ անդրադարձած էր Արցախի հայության նյութին։ Հրաբարակման գից գրության մեջ նախագահը մասնավորապես նշած էր, որ Արցախ հիմնականորեն բնակեցված էր հայերով։ Ադրբեջանի արտաքին գործ նախարարության փողոքեն ետք նախագահ Շտայնմայեր ճնշած է իր գրությունն ու նկարը։ Ադրբեջանագետ Դաթևիկ Հայրաբերյան ընկերային ցանցերու մեջ կատարեց հետևյալ քրարումը։ Ադրբեջանի պետական պատկերասրահի գայանին AZTV-ի գիրակնորյա գլխավոր հաղորդումի ընթացքին Հայաստանի տարածքը անգամ միևս ներկայացվեցավ իբրև Արևմտյան Ադրբեջան։ Հաղորդումին ընթացքին պատկերներ ցուցադրվեցան Թալինեն եւ Ակարագեն։ Անդրադարձ կատարվեցավ գոյություն չունեցող վերադարձի իրավունքի մասին։ Ավարտին հաղորդավարը ամփոփեց, որ օրը պիտի գա, երբ պիտի հասնեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման, որովհետև ուժ կհավաքեն այդ օրվան համար։ Ես կշարունակեմ բնտել, որ Ադրբեջան ունի բռնադիրական շատ վտանգավոր նպատակներ, անոնք ավելի վայրակ եւ վտանգավոր դարձած են Արցախի մեջ տեղի ունեցած դեպքերեն եւ անոնց մասին Հայաստանի իշխանություններու որդեգրած քաղաքականությունն ետք։ Միաժամանակ Ադրբեջանի մեջ շարունակվի պետական մակարդակով ադելության եւ հայադյացության կառուցությունը։ Վերջին վառ օրինակ այն էր, որ Ալիև իր արտասնած վերջին խոսքին ընթացքին 11 անգամ օգտագործեց հայերուն ուղված թշնամի եզրը։ Այս բոլորը պետք է ուղղել Ալիևի թեմ, սակայն անոր փոխարեն Հայաստանի իշխանությունները զբաղած են Ալիևի սրբատասումի եւ մաքրազերծումի աշխատանքներով, նշեց Դաթևիկ Հայրաբերյան։ Բադիվ ունեմ խմբակցության պատգամավոր Դիկրան Աբրահամյան ընկերային ցանցերու քրանումով նշեց, որ Ադրբեջան 10 օր է ավելի համագարկային առումով գխախտե զինադատարը, վախ, սարսափ եւ խնդիրներ ստեղծելով սահմանամերձ շրջաններու բնակիչներուն, սակայն իշխանությունը կամ լուր, կամ անհեթեթ մեկնաբանություններ կուտա։ Մարտիկը խապելով, վախցնելով գշկուշացնեն, որբեսի լրեն հարցազրույցներու ընթացքին չխոսին, խնդիրը չբարձրացնեն, վստահեցնեն, որ իրենք խաղաղություն կգառուցեն։ Ինչպես կպատահի նման դեպքերու ժամանակ, թշնամին կդառնա ավելի անբարոյական եւ վտանգավոր, հատկապես երբ իրեն որևէ ցևով չեն պատասխաներ։ Աբրահամյան շարունակեց ասելով.
իրադրության լրջությունը գստիպե իշխանության հանրության ստեղծել, որ ադրբեջանցիներ ոչ միայն կգրագեն մարդական թիրքերու վրա, այլ նաև բնակավայրերու ուղղությամբ, եւ հետևանքը այսօր խնգաձախի մեջ դեղի ունեցած անհերքելի աբացույցներն է։ Հայտնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարութենեն հայտնեցին, որ 31 մարտի գեսկիշերին Ադրբեջանի զինյալ ուժերու ստորապաժանումները գրակ բացած են Սյունիքի մարզի խնաձախ քյուղին ուղղությամբ։ Գրագոցներեն վնասված է բնակելի դումը, վիրավորներ չկան, հայտնեց Բադիվ ունեմ խմբակցության պատգամավոր Դիկրան Աբրահամյան։ Ֆրանսիական Le Figaro բարբերականի փոխտնօրեն Ժան-Կրիստոֆ Բուվիսոն ընկերային ցանցերու կրառումով հայտնեց, որ Ադրբեջան կգրկնե այն ցերակիրը զոր իրարգած է Արցախի բարակային։ Բնտելով թե խաղաղություն գուզեն եւ ծեվացնելով, որ Հայաստան այդ մեկը չուզեր, ադրբեջանցիներ կշարունակեն ահապեկել Սյունիքի սահմանամերձ քյուղերու բնակիչները, ինչպես կդարեցին արցախցիներու հանդեպ, նախքան անոնց երգիր ներխուժելը եւ զանոնք արդակսելը գրեց Բուիսոն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև եւ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան 29 մարտին հերացանային զրույց ունեցան։ Էրդողան շնորհավորեց Ալիևը Ռամադանի առիթով։ Իր հերթին Ալիև շնորհակալություն հայտնեց եղբայրական Թուրքիո։ Հերացանային զրույցի ընթացքին երկու նախագահներ միտքեր փոխանակեցին այսպես կոչված եղբայրական եւ դաշնակցային հարաբերություններու վրա հիմնված թուրք-ադրբեջանական հարաբերություններուն հերանեկարներուն շուրջ եւ հույս հայտնեցին մոտ աբակային նոր հանդիպում ունենալու։ Արցախցիներու իրավունքներու պաշտպանության խորհուրդը դարաձեց հայտարարությունը, որում մեջ նշված է. Արցախցիներու իրավունքներու պաշտպանության խորհրդի նախաձեռնությամբ 31 մարտին Հայաստանի աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարության դիմաց բողոքի ցույց կատարվեցավ։ Ցույցին նպատակը Արցախին բռնի տեղահանվածներու համար ընկերային ճգնաժամի մասին իրազեկում եւ ընկերային բնույթի պահանջներու ներկայացումն էր։ Բողոքի զիրի մեջ խոսք արտասանեց Պաշտպանության խորհրդի անդամ Արցախի մայրիկներու աջակցության կենտրոն հասարակական գազագերբության ղեկավար Մարիամ Աբրահամյան, որ հագիչ ցևով ներկայացուց ընկերային մարզի հիմնական խնդիրները, ընդգծելով, որ բնակարանային եւ աշխատանքային ծրագիրները պետք է բարելավվին, նկատի առնելով արցախյան քաղաքական հասարակության մտահոգությունները եւ առաջարկները։ Բողոքեն յետ մասնակիցները քրություններ ցուցադրեցին նախարարության դիմաց, շեշտելով, որ բնակարաններու ապահովման ծրագիրը պետք է համապատասխանի օգտվողներու գարիկներուն, մինչ այդ շարունակելով բնակարանային վարձքի աջակցության ծրագիրը։ Նախարարությունը հրավիրեց բողոքի մասնակից 4 անդամ, որոնք ներկայացուցին խորհրդի դիրքորոշումները եւ պահանջեցին արագ ու ներառական որոշումներ տալ ներկայացված հարցերու մասին։ Հայտնենք, որ արցախցիներու իրավունքներու պաշտպանության խորհրդին կողմէ պիտի շարունակվին փոքր եւ դեղական փողոքները ծանազան նյութերով, որոնց մասին հավելյալ դեղեցություններ կփոխանցվին հետագային։ Մոնտրեալի մեջ տեղի ունեցավ Սարգիս Զելտյանի գիսանտրիի քողազերծումը եւ արժանավոր գերբով նշվեցավ արևանկման եւ նահատակության 40-ամյակը։ Այսպես, գազագերբությամբ Մոնտրեալի հոյիտա Սարգիս Զելտյան կոմիտեին գիրագի 30 մարտ 2025-ին երեգոյան ժամի 7-ին Մոնտրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանի Պաստրմաջյան սրահի մեջ տեղի ունեցավ Սարգիս Զելտյանի գիսանտրիի քողազերծում եւ հիշադակի երեգո արևանկման եւ նահատակության 40-ամյակի արդիվ։ Նախքան պաշտոնական ցերնարգի սկսիլը դեղի ունեցավ Սարգիս Զելտյանի գիսանտրիի քողազերծում, որուն ընթացքին խոսք արավ Լավալի Սարգիս Զելտյան կոմիտեի ներկայացուցիչ Հրանտ Տաշյան եւ նշեց. Այս հուշարձանը մեր հավաքական բադվո դուրքն է, աննգուն գամքով եւ նվիրում օժտված հերոսին, որուն գիսանտրին գերդված է կանադահայ արվեստագետ Հակոբ Ջամբազյանի կողմէ։ Ապա հրավիրեց Հոյիտա Կանադայի գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ Խորեն Դիմիթյան փոխանցելու գետրոնական կոմիտեի խոսքը։ Մոտավորապես 2 տասնամյակ առաջ Լավարի մեջ կհիմնվեր Հոյիտա Կանադայի գառույցի մեկ նոր կոմիտեությունը։
Հիմնադրումի այդ օրերուն որոշում կգայացվեր Գոմիդեյությունը անվանագոչելու Դաշնակցության քաղաքապարախոսության ռահվիրայի եւ առաջնորդ Հոյիտա բյուրոյի անդամ Սարգիս Զելտյանի անունով։ Որոշումը գայացավ, որովհետև Զելտյան հանդիսացած է Արթուն Բահագը հայ հեղափոխական դաշնակցության քաղաքապարախոսության եւ ազգային քաղաքական արևելումին։ Որոշումը գայացավ, որովհետև Հոյիտա Կանադայի գարույցի ընկերները որոշած էին հավատարիմ մնար իր գծած ուղեկիցին։ Որոշումը գայացավ, որովհետև նահատակ ընկերոջ ավանթը անհրաժեշտ էր շարունակել 3 եւ այսօր եւս։ Այսօր բացմական օր է, որովհետև լավալի հայ գետրոնը պիտի օժդվի ընկերոջ հիշադակը հավերժացնելով գիսանտրիի հուշարձանով, ըսավ Դիմիթյան։ Ապա Վիկեն Հովսեփյանի եւ Պիտեր Կարագոզյանի ցերմամբ դեղի ունեցավ Զելտյանի գիսանտրիի կողազերծումը։ Լիպահանանահայ արվեստապան դոկտոր Մովսես Զիրանի ներկայացուց գիսանտրիի հեղինակ արվեստագետը, որուն ընթացքին հայտնեց թե Ջամբազյան ոչ միայն ազգային գործիչ է, այլև Կանադայի մարդկային արժևորված եւ քնահատված արվեստագետ է։ Պաշտոնական հանդիսությունը սկիզբ առավ Կանադայի, Հայաստանի եւ Արցախի օրդներներով, որուն հաջորդեց Սարգիս Զելտյանի Գոմիդեի խոսքը ներկայացուցիչ Հրան Տաշյանի կողմէ։ Հաջորդ դեսերիզի ցուցադրությունը, որ կներկայացվեր Զելտյանի կյանքը, գործողությունն ու պատգամները։ Գեղարվեստական հայդակիրով հանդես եկավ Արազ Դունգյան, ասմունքելով Բարույր Սևագի անմահները հրամայում են բանաստեղծությունը։ Սարգիս Զելտյան Գոմիդեի անդամ Քրիստափոր Միքայելյան ներկայացուց օրվան բանախոս մտավորական խմբակիր եւ ուսուցիչ Գարո Հովանեսյանը, որ հadouk այս առիթիվ հրավիրված էր Լիբանանեն։ Հովանեսյան ողջունեց ներկաները եւ ըսավ. Ընթարցակ եւ բազմագողմանի է Սարգիս Զելտյանի ազգային եւ գազագերբական գործունեությունը։ Մեկ մարդու մեջ դժվար է ունենալ նվիրյալ, ուսուցիչ մանկավարժ, ազնվական, հրաբարակիր հմբակիր, հերադես քաղաքագետ, հերեդոր, ներհուրուն քաղաքապարախոս տեսապան, պատրաստված եւ խիզախ մտավորական, ինչպես նաեւ ամրացրելի գազագերբող ղեկավար։ Ու գրեթե բոլորի մեջալ դաղանցավոր։ Առավել նկարագրելով ուժեղ մարդը սկզբունքի դեր անհատականությունը ծառայասեր դեսալջատ եւ ժողովրդավար ղեկավարը։ Պատգամապերը անդրադարձավ Զելտյանի բազմագողմանի գործողության ու անոր փոխանցման պատգամներուն ըսելով. Զելտյանի գրառումներեն եւ մտածումներեն շատ հստակ կհասկանանք, որ հավաքական ղեկավարություն է բանալին մեր ներքին գազագերբական հարցերուն, որոնք բարվոք լուծումներով հարաբերաբար ցյուրին է բացվիլ արտաքին աշխարհին իբրև մեկ սիրտ, մեկ հոգի։ Ապա բանախոսը իր խոսքը եզրափակեց ըսելով. Սարգիս Զելտյան 40 տարի առաջ քնած վահանով եւ հոգեգան ու մտային ամբողջ վաստակով վերադարձավ վահանի վրա։ Այս հոգեգան ու մտային աշխարհեն, առավել եւս անցենական աշխարհեն 40 տարի է իվեր, ան իր փամփ ցայնով մեզի կպատկանի Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամեն բան է իվեր։ Այս առիթով ելույթ ունեցան հանրազանոց արվեստագետ Էլի Բերբերյան, Սարգիս Զելտյանի հիշադակին եւ վեհ քաղաքապար դաշնակցության երկերու մեկնաբանությամբ։ Ավարտին խոսք արավ Հակոբ Վարդապետ Յակուբյան, որ նախ փոխանցեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Պապկեն arczepiskopos Չարյանի օրհնությունն ու հայկական ողջույնները, ապա ըսավ. Այսօր մեր ներկայությունը լուր վկայություն մնե։ Վկայություն այն ճշմարտության, որ 40 տարիներ յետք Սարգիս Զելտյանի հոգին դակավին գաբրի։ Անոր ցայնը դակավին կհնչե։ Անոր քաղաքապարները դակավին կշարժեն սերունդներ։ Զելտյան միայն հայրենասիրություն չէր կարոզեր, այն նաև գաբրեր։ Անոր երազներեն մեկն էր հզոր ու անկախ Հայաստանը, գիտագիծ սերունդներու դաստիարակություն եւ գազմագերբված ժողովուրդ։ Եվ այսօր մենք պատրաստ ենք բահելու այս նույն ոգին։ Եզրակացուց Հակոբ Վարդապետ Յակուբյան։ Հայոց ցեղասպանության 110-ամյակի ոգեգոճման սերնարկներու զիրեններս Հունաստանի հայ Գարմիր խաչի արնադվության առաջին հանգրվան դեղի ունեցավ Գիրագի 30 մարտ 2025-ին առավոտյան ժամը 10-ին մինչև կեսօրվան ժամը 2-ը Ֆիքսի Արամ Մանուկյան ակումբի Ավերիկյան սրահի մեջ։ Հայրենագիցներ ներկա եղան Ֆիքսի ակումբ ընդառաջելով հայ Գարմիր խաչի գոչին։
Միության անդամները սիրով ընդունեցին գամավոր արունադուները, ապա պատասխանատու բժիշկ կընդունե անցուց գամավորները, որբեսի առողջապահական բոլոր օրենքները հարգվին։ 26 հոգի արունատվություն կատարեց եւ ստացված արյան քանակը դրամատրվեցավ Էվանգելիզմոս Իվանթանոսի համագարքի հայ գաբույթ խաչի անունին բախ դրված արյան բահեստանոցին։ Հայկական աշխարհի լուրերով վանացանի եթերով եւ թիմադրի էջով ցեզի հետ էին Գրիգորը, Սելին եւ ցայնի հաղորդավար Հակոբը։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։